Ազգային անվտանգության ինչպիսի հայեցակարգ է պետք Հայաստանին։ Այս հիմնարար հարցին պատասխանելու համար քննարկում էր կազմակերպել ՀԱՅԱՔՎ նախաձեռնությունը։ Քննարկումը կառուցված էր 3 առանցքային ուղղություններով՝ ռազմաքաղաքականություն, էներգետիկ եւ տնտեսական անվտանգություն, ոլորտներ, որոնք միասին ձևավորում են պետության դիմադրողականության հիմքը։ ՀԱՅԱՔՎ խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց այն սկզբունքները, որոնք նախաձեռնության համոզմամբ պետք է ձևավորեն Հայաստանի ազգային շահերի շրջանակը։ Այն ինչ որ մեզ փորձում են ներկայացնել որպես թուլությունը պաշտպանության ռազմավարություն, դրի հակառակն է պետք։ Խաղաղությունը, որին մենք ձգտում ենք, ապահովում է առաջին հերթին անվտանգությամբ, ոչ թե հակառակը։ Քերոբյանի խոսքով հատկապես ճգնաժամային իրավիճակներում առանցքային նշանակություն ունի հանրային համերաշխությունը։ Հենց այն է բարձրացնում պետության դիմադրողականությունը։ Այնուհետ քննարկումը շարունակվեց պանելային ձևաչափով։ Մերձավոր Արևելքում լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի, ասում է ռազմական գործիչ ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին։ Նրա կարծիքով մտահոգիչ է ոչ միայն տարածաշրջանի անկայունությունը, այլև Հայաստանի իշխանության, նաև ընդդիմության թույլ արձագանքը տեղի ունեցող զարգացումներին։ Այն վտանգները, որ մեզ սպառնում է, Իրանի հետ պատերազմով սկսում է։ Այդ վտանգը դա չի միայն։ Հիմա ենթադրենք բանա ցամաքային օպերացիա սկսի Իրանի դեմ, որտեղից է սկսելու։ Միակ ուղղությունը Թուրքիայի կողմից է, Թուրքիա եւ ասենք Բաքվի հանրապետություն։ Միակ ուղղությունը, ուրիշ ուղղություն չկա, որտեղ ինքը թիկունքից հարվածներ չի ուտելու այդ կոալիցիան, որը որ հարձակվել է բանի վրա, Իրանի վրա։ Իսկ համոզված եք, որ Թուրքիան կամ ասենք Բաքվի թուրքերը պայման չեն դնի, որ Տրամփ ջան, մեզ մի 3 տարով Սյունիքը ամբողջությամբ տրամադրի արենդայով։ Մենք էլ հայերին 200 դրամ ամիսա մետրին փող կմուծենք։ Թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ո՞նց եք պատկերացնում։ Ոչ մի քայլեր չկա, ոչ մի տեղից։ ՀԱՅԱՔՎ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, ներկայացված հայեցակարգը կարող է վերածվել գործնական ռազմավարության։ Նրա խոսքով, եթե ներքին ներուժը որոշ փուլերում բավարար չլինի, Հայաստանը կարող է օգտվել նաև միջազգային փորձից եւ կրթական պաշարից։ Մեր պատմության մեջ ամենամեծ թռիչքները որպես կանոն եղել են այն կառավարիչների կողմից, որոնք դրսում կրթություն կամ փորձառություն են ձեռք բերել, ինչպես օրինակ Արտաշես առաջինը, որը Սելևկյան զորավար էր, Տիգրան Մեծը, որը Պարթևյան արքունիքում պատանդ էր, Տրդատ առաջինը, որը ընդհանրապես Պարթևյան արքայազն էր եւ այլն, կամ Լուսինյանները, որոնք ֆրանսիացի էին ցակումով եւ Կիպրոսից եկան Կիլիկյան կառավարելու։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը սակայն հակադարձում է տարածված այն կարծիքին, թե Հայաստանում ռազմավարական մտածողություն չկա։ Նրա համոզմամբ նման պնդումը ոչ թե իրականության գնահատական է, այլ սեփական ժողովրդի ներուժը չճանաչելու հետևանք։ Մենք ավելի շատ կաղում ենք տակտիկայից։ Մենք իրար հետ լեզու գտնել չենք կարողանում։ Այս ռազմավարության հայեցակարգը, որը գրված է, դրա վառ ապացույցն է, որ մենք կարող ենք շատ լավ հեռանկարային մտածել, թե ինչպիսին պետք է լինի, բայց մենք գործիքակազմը, որով մենք այդ հարցերի պատասխանը կտանք, թե ինչպես պետք է լինի, այդտեղ կաղում ենք։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն էլ խոսեց մեկ այլ կարևոր բաղադրիչի մասին՝ մարդկային ռեսուրսի կառավարման։ Նրա խոսքով իրական առաջընթացի համար անհրաժեշտ է նախևառաջ իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները եւ այդ հիմքի վրա կառուցել արդյունավետ համակարգեր։ Եկեք մենք մեզ օբյեկտիվ գնահատենք մեր կարողությունները, շնորհակալ լինենք մեր մեծերին, բայց ռեալիստ լինենք եւ հասկանանք, որ մենք այսքանը կարող ենք, այսքանը չենք կարող եւ չենք կարողացել երբեք եւ սկսենք էֆեկտիվ ոչ վնասելով մեզ մեր ինքնությանը, բայց էֆեկտիվ լինել։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց ազգային անվտանգության հայեցակարգի վերաբերյալ մշակված փաստաթուղթը շուտով ամբողջ բովանդակությամբ հասանելի կլինի հանրությանը։ Անի Աբաղյան, Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։